Ընդհանուր մի 3000 է նստում, գրաստամուշկեն 1100 է, մնացածն է արդեն ճանապարհի ծախս, մեքենայի ընդ գնման ծախս։ Որիկն եկել է մեքենան մաքսազերծի, պատվիրել է Գերմանիայից, ասում է այս օրերին ամենաշատ ներմուծվող Opel Magnish-ի մեքենա է գնել, հարմար է եւ օգտագործման եւ պահելու առումով։ Հաշվել էր, որ մաքսատանն ավելի շատ փող է վճարելու, ստացվել է ավելի քիչ։ Գոհ է նաեւ, որ գործընթացն էլ արագ է ընթանում։ Հեշտ բան է, երևի ընթանում է 2 ժամվա գործ է, էլի որ փորձնես, կամ ավելի շուտ։ Մենք ամեն ինչ անում ենք, որ քաշքշոցը շատ կարճ թարապես վերացնենք եւ կարճ ժամանակներում սպասարկենք մեզանից գոհ գնան։ Աշխատել արագ մեկ պատուհանի սկզբունքով զերծ մնալ ավելորդ թղթաբանությունից։ Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մաքսագիտացված մաքսատանը վաղուց այդ սկզբունքով են աշխատում։ Յուրաքանչյուր եռամսյակը մեկ, այստեղ նաև վերլուծում են միջազգային ավտոշուկայի գներն ու աշխատում հետ չմնալ ընդունված պահանջներից։ Այն է մաքսազերծման ժամանակ հաշվի առնվում միջազգային գինն ու մաքսատուրկը գանձվում է ըստ դրա։ Հիմնականում գնաճ չի լինում, որովհետև Հայաստան են բերվում համեմատաբար մատչելի մեքենաներ։ Այս տարի մենք համաշխարհային շուկան ուսումնասիրելով նկատել ենք, որ համաշխարհային շուկայում ավտոշուկայում նվազեցում է եղել Toyota Corolla տեսակի մեքենայի նկատմամբ, Mercedes C-Class, Nissan Tiana, Lexus LS, Opel Astra տեսակի մեքենաները։ Մեքենաների գնանկում գումարած մաքսատանը կիրառվող մեկ այլ որոշում, որը թույլ է տալիս գումար խնայել մաքսազերծման ժամանակ։ Բաբկեն Ղազարյանը խոսում է մաքսատան նոր քաղաքականության մասին, որը վարորդին հնարավորություն է տվել ավելի քան 15% գումար տնտեսել։ 2015 թվականից մեր կողմից չի հաշվարկվում տրանսպորտային միջոցների վրա ավելացրած օպցիաները։ Օպցիաներ ասածը դա կաշվեպատ սրահ, քսենոն լուսարձակներ, անվադողեր։ Տեղեր չմտնող տեղեկանով ինչ է կատարվում։ Արթուրի մեքենան չունի ոչ հիշյալ կաշվեպատ սրահ, ոչ քսենոն լուսարձակներ, նրան չի հետաքրքրում մաքսատան ոչ մի որոշում, զայրացած է։ Ռուսաստանի Դաշնությունից մեքենան նոր է Հայաստան հասել, ասում են հաշվարկել են, մաքսազերծումը թանկ է ստացվում։ Մաքսատան ղեկավարը սակայն այլ հաշվարկներ է ներկայացնում ի նպաստ վարորդի։ 2015 թվականից, երբ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, մեզ մոտ այլ պայմաններ են գործում միության անդամ երկրներից ներկրվող մեքենաների նկատմամբ։ Ղազարյանը օրինակներով է խոսում։ 2005 թվականի Mercedes C-դասի մեքենայի մաքսազերծման համար թիվը հաշվարկվում է ընդհանուր արժեքի 40%-ով, իսկ եթե այն բերվի ԵՏՄ-ից, ապա վճարը դառնում է 20%։ Երրորդ երկրներից ներկրվող տրանսպորտային միջոցներից կանձում ենք ավելացված արժեքի հարկը, մաքսատուրկը եւ պարտադիր բոլոր վճարները։ Իսկ ԵՏՄ անդամ երկրներից կանձվում է միայն ավելացված արժեքի հարկը։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանը ներկրվել մոտ 13000 ավտոմեքենա, պետական բյուջե է ուղղվել ավելի քան 13 միլիարդ դրամ։ Արմինե Ավետիսյան, Վահե Հովսեփյան, Գևորգ Նահապետյան, այսօր։